Ներողություն եմ խնդրում, կասեք դուք ում մայրն եք։ Գևորգյան Ռոբերտի ծնողն եմ։ Իմ որդին զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին մեր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Ես ուղղակի շատ մեծ ցավ եմ ապրում այստեղ գտնվելով, երեկ եմ տեղեկացել ակցիայի մասին։ Ես առաջին օրը, երբ որ լսեցի իր շնորհակալությունները, շատ վերքիս վրա անկեղծ ասած աղ լցվեց։ Ինչի համար։ Երբ որ եռաբլուրը գնալով մեծացավ, հա, ինչի համար, դուք անգամ հերոսի ծնողներին որևէ մի օր ձեզ չի հետաքրքրել, ինչ օրով ենք մենք ապրում։ Երբ որ դեկտեմբերի 31-ին բոլորդ նստած եք ճոխ սեղանների առաջ, նոր տարի եք դիմավորում ամանոր, իսկ մենք սառը քարերը գրկած եռաբլուրում ողբում ենք, թե ոնց կարելի է առանց քո կեսի դու ամանոր դիմավոր ես։ Շատ ցավալի է, խելքի եկեք, ամոթ է։ Ասում են դե շնորհակալություն է հայտնել, որովհետև մի քանի գերիներ են վերադարձվել, շնորհակալություն է հայտնել, որովհետև խաղաղություն է։ Բայց մի հատ խնդրում եմ հարցրեք մեր գերիների առողջական վիճակը ինչ ձև են վերադարձվել ու ինչ է կատարվում մեր գերիների հետ այնտեղ։ Նորից եմ ասում, մեկը ես, որ իմ որդին զոհվել է, ոչ մեկ իմ դուռը պատկան մարմիններից չի թակել, ասի ցավում ենք կատարվածի համար։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Չէ որ դուք մարդ եք, չէ, այս ցավը պետքա լինի իշխանավորներից ցանկացածի տունը։ Չեմ ցանկանա անգամ թշնամուս։ Բայց երբ որ դիմացինը հասկանա քո ցավը ինչ է, սա ինքը պիտի զգա իր կաշվի վրա։ Չի կարելի այսպես։ Նորից եմ ասում, շատ մեծ ցավ ենք ապրում։ Եռաբլուրում դու գնում ես գլուխ ես, դու անգամ չես ուզում հերոսների առաջ գլուխ խոնարհվես, բայց դու գնում ես ասում ես շնորհակալություն։ Չի կարելի այդպես։ Ասում եք շնորհակալություն, 2 օր հետո գնում եք հերոսների մոտ գլուխ եք իբրև թե ճակերտավոր խոնարհվում։ Այդ նորմալ է։ Ես չեմ ուզում ոչ մի բան քաղաքականացնել։ Դուք բոլորդ էլ նույնն եք, բոլորդ էլ օգտվում եք նույն ձեր ուտելու ափսեից։ Չի կարելի այսպես։ Նորից եմ ասում, ես լինելով հերոսի ծնող իմանալով ակցիայի մասին, այո, շատ շնորհակալություն, որ ակցիան կազմակերպեցիք, ու իմ նման բազմիցս լիքը ծնողներ կան, որոնք իրանց տանը նստած, այո, շատ մեծ ցավ են ապրում։ Մեր ցավի վրա նորից աղ լցրեցիք։ Չեմ կարող բառերով բացատրել, ինչ ենք զգում։ Ամոթ ձեզ։ Դուք պետք է հասկանաք, որ բոլորդ յուրաքանչյուրդ ապրում եք մեր որդիների կյանքի արյան գնով։ Դուք գողացաք մեր որդիների գարունները։ Իսկ դուք որևիցե մի օր եկել եք, որևէ մեկից դուռը թակել եք, որ հարցնեք, ասեք, ծնող ջան, ինչ ես զգում, ինչի կարիք ունեք, թեպետ փառք ասու, ոչ մի բանի կարիք չունենք։ Մենք մեր որդիներին ենք ուզում։ Խի պետքա 40 տարեկանում մարդիկ լինեն մեծ ցավերի տեր։ Չեմ կարող բացատրել, ցավս այնքան մեծ է, ցավս անասելի ցավ եմ ապրում, որ ինչի համար, երբեմն իմ որդու նկարի հետ եմ վիճում, կռվում, ում համար, այս դավաճան ազգի, որ գնալով եռաբլուր մեծացավ, ու ամեն Աստծո օր ես Աստծուն խնդրում եմ, որ ոչ մի ծնող այլ այս ցավը չտեսնի։ Ներողություն եմ խնդրում, ինչ եք զգում, երբ օրինակ տեսնում եք, որ իշխանությունները այսպես անհոգ, նորից եմ ձեզ վառներով, իրենց թմբուկներով, իրենց դիսկոտեկներով իշխանությունները բան չունեմ ասելու, իրանց մակարդակը 1000 ներողություն պլենդուզից ցածր են արդեն հասցրել, ամանչում ենք, որ ասենք իրանք մեր երկրի դեմքն են, անկեղծ եմ ասում, ամանչում ենք ասենք, մենք այնպիսի տղաներ ենք տվել այս հայրենիքի համար, որ այդ տղաների հանուն մեր որդիների համար այդ բարձր իրանց անունը բարձր պայլա, նման ձև պետք չի իրենց պահել, այս ինչ է կատարվում։ Ոնց որ մանկապարտեզում լինենք, Մանուշակ մանկապարտեզը տեղափոխվել է Բաղրամյան 26։ Ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Նորից եմ ասում, մեծ ցավ եմ ապրում։ Հոգուս ցավը բացատրելի չի ու ոչ թե միայն իմ, այլ իմ նման ցանկացած հերոսի ծնողի։ Այս անելու չի։ Ու որ այսօր դուք ասում եք ինքը որ գա եռաբլուր, եռաբլուրը սրբատեղի է։ Եռաբլուրը կրկես չի, որ իրանք կրկեսում գնում են իրանց, նորից եմ ասում, ինքը գնում է ասում է շնորհակալություն, 2 օր հետո գալիս է եռաբլուր, որ ինչ ասի, տղեկ ջան ապրեք, որ ձեզ զոհեցի, այսօր եկել եմ, ինչ եմ ասում ձեզ, մեկը իմ որդին, որ կենթանի լիներ, հիմա հաստատ չգիտեմ ինչ էր կատարվել, ինչ է նշանակում, ընդեղ ինքը գնա մեզ խայտառականի, ստեղ գա ասի շնորհակալություն, ինչի համար, որ այսքան հազարավոր ինվալիդ տղաներ մնացին, հաշվանդամ տղաներ ունեն, ամաչում եմ, նայում ես երիտասարդ տղայա սայլակով,
Որքան երեխաներ անհայր մնացին, որքան ծնողներ անորդի մնացին, սա ապրել չի, անկեղծ եմ ասում։ Ամեն քայլափոխի արցունքն աչքերիդ գլուխը չես բարձրացնում, որպեսզի քեզ ծանոթ մարդիկ չտեսնեն։ Սա անթույլատրելի է, ես չգիտեմ ինչ է կատարվում։ Վահագն Խաչատուրյանը երբևէ ձեզ որպես զոհվածի մայր շնորհակալություն հայտնել է։ Վահագն Խաչատուրյանը իբր գիտի, որ այդ զոհված հերոսներից որ մեկը ում ծնողն է կամ ծնողի որդին որ մեկն է, ինչի մասին է խոսքը։ Որևէ մի պատկան մարմին եկել է հերոսի ընտանիքի դուռ բացել։ Ինչի մասին է խոսքը, իրանք բոլորի վրա թքած ունեն։ Մերի Ավագյան, Գևորգյան Ռոբերտի ծնողն եմ, որը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ներքին հանդում Կապանում, ասեմ ավելին, այդ ցավալի լուրը անգամ պատկան մարմինները իմ դուռը չեն թակել, ասել հարգելի ծնող, գոնե շնորհակալ ենք, լավ, որ որդի եք տվել մեր հայրենիքի համար։ Ինչի մասին է խոսքը։ Ես իմանում եմ Տիլիգրամյան ալիքից, Ինչի, երբ որ թշնամին որդուն նկարում է ու գցում է Տիլիգրամյան ալիք, ասում է, որ այստեղ ու գլխավորությամբ մենք լիքը զոհեր ենք տվել, բայց մենք վրեժը լուծել ենք։ Ինչի համար։ Մենք արժանի չենք ոչ մի հերոսի ծնող, ուրեմն իր եղբայրը արժանի էր, որ ինքը շնորհակալություն հայտներ։ Նորից եմ ասում, յուրաքանչյուրիդ հետ խոսելուց ինձ կներ, ամանչում եմ ձեր դեմքին նայեմ, որտեղ վատ եմ զգում։ Այս այն երկինն է, որ մեր տղերքը սրբությամբ պահեցին, արյան գնով պահեցին, ու նրանց արյունը ինչ արեցիք, նրանց արյունը դեռ չի սառել, իսկ դուք ինչ եք անում։ Խելքի եկեք, ամոթ է, հերիք չի հայրենիք կորցրեցինք, մի հատ էլ գնում եք հլո շնորհակալություն եք հայտնում, հանուն ինչի։ Մի հատ եկեք կանգնեք ցանկացած հերոսի ծնողի աչքերին նայեք ու ասեք շնորհակալություն, այդքանը կարա կանեք։ Ու մենք կընդունենք ձեր շնորհակալ, այսքանից հետո որ դուք Աստված է դառնաք, միևնույնն է մենք չենք ընդունելու ձեր ոչ ներողությունը, ոչ շնորհակալությունը, որտեղ դուք մեզ գնացիք հրապարակավ խայտառակեցիք։ Սա անելու չէր, սա ընդունելու չէր։ Ամոթ եմ ապրում, անկեղծ եմ ասում, գոնե հաղթանակած լինեին։ Հասկանում եմ, անգամ դուք չհայտարարեցիք սքո օր անգամ չհայտարարեցիք։ Ինչի մասին կարելի է խոսալ, սա պետություն է, սա ազգ է։ Սեպտեմբերի 13-ին 300-ից ավելի զոհ ենք ունեցել, դուք սքո օր անգամ չհայտարարեցիք։ Իսկ այս երկրի համար արժեր, որ մենք մեր տղաներին տվեցինք։ Հələ դուք ինձ հարցրեք։ Ինձ ոչ էլ պետք էր, որ ձեր համար ես որդի եմ տվել, որտեվ ամեն քայլափոխին տեսնում եմ դուք ոնց եք մեր երկիրը նվաստացնում ու փորձում եք պառակտել։ Ինչի համար, ուղղակի ապշում եմ, ոնց կարելի է այսպես։ Փոխանակ այսքանից հետո մեր երկիրը գնալով ավելի ծաղկեր, գոնե նման բաներ գոնե չտեսնենք, ամոթ էր, ես ամաչում եմ, անկեղծ եմ ասում ձեզ։ Մեր Հայաստանի տարածքից դուրս բոլորը մեր հայազգից են խոսում։ Այն դեպքում, երբ որ ամենտեղ մեր հայազգը միշտ հաղթանակած է եղել։ Իսկ այսօր մենք պետք մարդկանց մոտ գլուխ ենք կախում, ինչի համար։ Կներեք, իսկ ինչ եք զգում, երբ ասում են, որ այս իշխանությունը խաղաղություն է բերել, ասում են հիմա խաղաղություն, այսինքն մոռացել են պատերազմը երբ էր եղել։ Նորից եմ ձեզ ասում, ես ասել եմ, ասում եմ, էլի կասեմ, երբ որ ասում են մենք պետքա դաժե մեր իրանց նվիրած, սկուտեղով նվիրած հողերը հետ բերենք, դա էլ եմ ցավ ապրում։ Ինչի համար, որտեղ սկուտեղի վրա դրեցին, մատուցեցին, էլի իմ նման լիքը ծնողների պետքա սարքեն սևազգեստ հետ բերեն, դե հիմա ոնց տվել եք, գնացեք սկուտեղով էլ հետ ուզեք։ Ինչքան զոհ տվեցինք, ու մեր տղերքը արյունով են այդ հողերը պահել, ասելու չի։ Շնորհակալություն ձեզ։ Համար թատրոն։ Ես էլ եմ ծնող, ես էլ ունեմ Ոչ մի ծնող այս ցավը չտեսնի։ Սա ցավ չի։ Անընդհատ ամեն քայլի նայում ես տենաս որտեղ կլինի, ինչ կլինի, հիմա ինչ տեսք կունենան, հիմա թողեցին մեզ երազանքով։ Ինչի համար։ Ծառը, որ ծառը տնկում ես, մեծանում է, ուրախանում ես, ծաղիկա տալի, ավելի ես ուրախանում, ասում ես պտուղը տեսնենք ինչա։ Մեր ծաղիկ տված պտուղները տարակ զոհեցիք, այսօր մեզ սարքեցիք սևազգեստ։ Ինչի համար։ Հավատացեք յուրաքանչյուր մայր, որ դիտակցում է հայրենիքի ուժը, որ
իրոք զավակի ցավը գիտի։ Հավատացեք, ես ուզում եմ իմ որդին, որտեղ որ զոհվել է, գնամ ընդեղ, այդ հողը համբյուր է։ Չէ որ իրանք այդ հողի համար են կռվել, ընդեղ են իրանք արյուն թափել։ Շատ կուզեմ գնամ ներքին հանդ նորից, այդ հողը համբյուր է, այդ հողը գրկեմ, իմ որդին ընդեղ եմ թողել ներքին հանդում, ոնց կարելի է այսպես։ Այդ մերը չի արդեն, այո, այդ մերը չի արդեն։ Ամենադաժան հարվածը, որ իրենք կարային անեին մեր ժողովրդի համար, էս մեր ուխտատեղի, սրբատեղի դարձած հողերը, որտեղ արյանքին էին, այրունով ներկված էին 34 տարի, իրանք ուղղակի նվեր տվեցին, այդ աններելի է, այդ ստորներին ներել չի կարելի։ Եթե պետք է տային, թող այս հերոսներին չզոհեին։ Եթե պետք է տային, մեր տղերքին թող չլցնեն եռաբլուր։ Ու այն տղերքին լցրեցին եռաբլուր, որոնք 2018 թվականին հեղափոխության էին մասնակցում, հեղաշրջման էին մասնակցում, դհոլ զուռնայով մտածելով, որ լավ կլինի։ Ու այսօր, որից մեկը իմ որդին էր, եռաբլուրում ննջում է։ Ցավ եմ ապրում։ Ցավը բուժում։